Նախորդ դատական նիստին չէր ներկայացել Սուսաննա Մարտիրոսյանի շահերի պաշտպան Մելանիա Սարգսյանը։ Նա այս դատական նիստի սկզբում ներկայացրեց փաստաթղթեր իր առողջական վիճակի վերաբերյալ, որով պայմանավորված էլ բացակայել էր նիստից։ Վերջինս ներկայացրեց նաև փաստաթուղթ համբաստանյալ Սուսաննա Մարտիրոսյանի առողջական վիճակի մասին։ Դատավորը նշեց, որ ներկայացված փաստաթուղթը 2005 թվականին իրականացված վիրահատության վերաբերյալ է, այլ փաստաթուղթ չներկայացվեց։ Միջնորդությամբ հանդես եկավ պաշտպան Մելանիա Սարգսյանը։ Սուսաննա Մարտիրոսյանը Նարինե Մովսյանի միջոցով Գյումրի քաղաքում հավաքագրել է նաև սոցիալապես անապահով վիճակում գտնվող Հրանուշ Մուրադյանին, որը 2011 թվականի օգոստոսին տեղափոխվել է Տրապիզոն։ Այնուհետևս նախաքննական մարմնի փաստարկների նրան թագ գնով հագուստներ է վաճառել եւ գցել, այսպես ասած, ճակերտավոր կախվածության մեջ, ինչպես նաեւ լեզվին չտիրապետելու եւ տեղանքին անծանոթ լինելու առումով Հրանուշ Մուրադյանի մոտ ստեղծված վիճակի խոցելիությունը նաեւ հարկադրանքի այլ ձևերով է դրսևորվել։ Դատապաշտպանը նշեց, որ ըստ նախաքննական մարմնի փաստարկների Սուսաննա Մարտիրոսյանը սպառնացել է, որ Մուրադյանի մորը կտեղեկացնի դստեր մարմնավաճառությամբ զբաղվելու մասին։ Այսպիսով շուրջ 4 ամիս պահել է շահագործման մեջ եւ ստացել շուրջ $7,500։ Տրաֆիկինգի զոհերին թույլ չի տրվում ժամանումից հետո ազատ տեղաշարժվել եւ իրենց մոտ փաստաթղթեր ունենալիս թաքցնելը սույն քրեական գործով ընդհանրապես չի ապացուցվել, քանի որ Սուսաննա Մարտիրոսյանի կողմից անընդհատ հնչել է նույն խոսքերը, որ իր պարտքը դուժողի կողմից չմարվելու դեպքում նա կտեղեկացնի վերջինիս մորը, թե աղջիկը ինչով է զբաղվում Թուրքիայում։ Դատապաշտպան Մելանիա Սարգսյանը նշեց, որ դատաքննության ընթացքում բոլոր վկաները բացի տուժող Մուրադյանի մորից նույնաբովանդակ ցուցմունք են տվել այն մասին, որ իրենք մարմնավաճառությամբ զբաղվել են նաև Գյումրիում, իսկ Թուրքիա մեկնել են իրենց կամքով։ Հրանուշ Մուրադյանը զրկված չի եղել իրավապահ մարմիններին դիմելու հնարավորություններից։ Հրանուշ Մուրադյանը, ով այսօր հանդես է գալիս զոհի կարգավիճակում, ի սկզբանե տեղեկացված է եղել, թե ինչի համար պետք է գնա Թուրքիա, այլապես ըստ վկա Ղանդիլյանի, ում միջոցով էլ Հրանուշը ծանոթացել է գործող մյուս ամբաստանյալ Նարինե Մովսիսյանի հետ, ինքը Գյումրիում հայտնի է որպես մարմնավաճառ եւ բոլորն էլ տեղյակ են դրանից, ինչպես կարող է Հրանուշին այլ աշխատանք առաջարկել։ Հակառակ դեպքում ըստ նրա խոսքերի նամուսով աշխատանք փնտրողը նրա մոտ չէր գա եւ չէր խնդրի նրանից միջնորդելու մեկ այլ մարմնավաճառի հետ Թուրքիա մեկնելու համար։ Դատավոր Էդուարդ Մանուկյանը նշեց, որ դատապաշտպանի կարդաց ԱԾՆՄ-ներ արդարացման ճառի, սակայն Մելանիա Սարգսյանն էլ շեշտեց, որ այն միջնորդություն է քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ, ինչի հետ համաձայն էր նաև ամբաստանյալ Սուսաննա Մարտիրոսյանը։ Դուք ավելի լավ գիտեք, դատապաշտպանն էլ ավելի լավ գիտի, դու այդքան մարդկանց խոսակցությունից տեղյակ չեղաք, որ ես արդար եմ։ Համաձայն եմ։ Բայց հիմա ես պետք է ճշտեմ, դուք մասով կարճելու հետապնդումը դադարեցնելու միջնորդություն եք անում, թե ինչ արտարացնելու։ Ինչեւ դատական վիճակագրությունն ինչ արտարացման մասին է։ Նա մասով կարճելու եւ նա նկատում կարճելու մասին միջնորդություն հետապնդումը։ Միջնորդության հետ համաձայն էր նաև մյուս ամբաստանյալ Նարինե Մովսիսյանի դատապաշտպան Մամիկոն Մուրադյանը։ Այնուհետ իր խոսքով հանդես գալ չհաջողվեց պետմեղադրողին, ինքնազգացողության վատացում արձանագրվեց ամբաստանյալ Սուսաննա Մարտիրոսյանի մոտ։ Շտաբուժօգնության աշխատակիցների այցով պայմանավորված նիստը ընդմիջվեց կես ժամով։ Հետո բուժքույրը ներկայացրեց փաստաթուղթ, համաձայն որի ամբաստանյալի մոտ առկա էր իրավիճակային նևրոզ, ճնշման բարձրացում։ Որոշվեց ամբաստանյալ դոկտոր անվամբ հայտնի Սուսաննա Մարտիրոսյանին տեղափոխել հիվանդանոց։ Դատական նիստը կշարունակվի հունվարի 30-ին։ Ցայք հեռուստաընկերություն Ազդարար։